Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում մենք ենք եւ այսօր խոսելու ենք մշակույթից եւ ոչ միայն մշակույթից, որովհետեւ ինչպես քիչ առաջ հյուրս հիմա կներկայացնեմ թե ով ասաց մշակութային քաղաքականության մեջ ենք այլևս։ Հյուրս գրող Դավիթ Մշեցին է։ Դավիթ, շնորհակալ եմ կրկին հյուրս լինելու համար։ Ես եմ շնորհակալ, Նանջի։ Այնքան խոսելիք ու ասելիք ունենք եւ այդ բառախաղը, որ ասացիք քիչ առաջ, շատ դիպուկ էր մերօրյա եւ մշակույթի եւ քաղաքականության առումով։ Դավիթ, այնինչ կատարվում է այժմ համատարած ձերբակալություններ, նույնիսկ ձերբակալում են լրագրողներին, փոստկատարողներին եւ այլն մարդկանց, ովքեր փորձում են իրականություն ներկայացնել ինչ-որ կերպ, նաեւ թեկուզ իրենց հայացքով։ Այդ մարդկանց ձերբակալում են։ Սա արդյոք խոսքի ազատության զրկում չի ամենապարզ տեսակով։ Շնորհակալ եմ հարցի համար, հրավերի համար եւս շնորհակալ եմ։ Գիտեք, Դոստոևսկին ասեր ամենահիվանդությունը, երբ որ մարդը մի քիչ շատ բան գիտի։ Եթե շատ բան գիտի, դա առավել եւս հիվանդություն է։ Հիմա դե հասկանալի է դրանք այսպես ժողովրդավարության, խոսքի ազատության, այնքան են մեզ ասել ժողովրդավարություն, խոսքի ազատություն, չգիտեմ ինչ, որ մենք միարժեքորեն դա ընդունում ենք որպես այսպես մի իրականություն, մի այսպես աքսիոմա, որը չի քննարկվում, բայց եթե մենք նայում ենք ամբողջ համաշխարհային պատմությունը, քաղաքակրթությունը, այդ ամեն ինչը, այդ երբեք ինքը չի եղել իրան արդարացնող գործիք։ Տեսեք հələ երբ էր Պլատոնը իր ժամանակում ասում էր ժողովրդավարությունը դա նախանց աղքատների իշխանությունն է։ Ահա։ Հիմա գանք բանին, հա, բոլոր ժամանակներում խոսքի ազատությունը եւ քաղաքակիրթ երկրներում եւ չգիտեմ ինչու մարդու իրավունքները եւ այլ ամենաժողովրդավար երկիրը համարվում է Ամերիկան, չէ՞, այսինքն ոչ թե այդպեսին կա, այլ իրապես այդպեսին կա, այլ համարվում է։ Հիմա ասենք Ամերիկան եթե պետք է օրինակ չգիտեմ բանը վերացնել, Լիբիան, Սիրիան, Իրաքը, չգիտեմ ինչը, դե ժողովրդավարությունը վերանում է, ինքը մտնում, կոտորում, ցեղասպանում, բնազրկում ժողովուրդներին ամբողջ ընդ որում էթնիկ հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդների վերացումը դա ժողովրդավարություն, որովհետև դա Ամերիկան է։ Հիմա պրոյեկտենք մեր իրականության վրա, հա, մարդու խոսքի ազատություն եւ այլն եւ այլն։ Ախր գիտեք, մեկ-մեկ ես այնքան եմ ամաչում այս թեմաներից խոսելուց, որովհետև այս թեմաներից խոսել կնշանակի, որ երկու հասուն մի քանի համալսարան ավարտած մարդ, չգիտեմ, սաղորը գիրք կրծող, բան քրքրող մարդիկ նստում են ու ուզում են ապացուցեն համառորեն, որ մեկին գումարած մեկ հավասար է 2։ Այսինքն մենք այդ քաղաքակրթական Սոդոմ Գոմորի մեջ ենք, էլի, հիմա ասենք որ ասում են անզեն աչքով տեսանելի, էլի, ասենք կարող միլիոնատ օրինակ բերենք։ Բայց ենթադրենք ասենք բանը, ես գիտես որևէ քաղաքական ուժի համակրանք չգիտեմ ինչ, այդպես բաներ չունեմ, էլի, ասենք իմ համար մի քիչ արժեքները այլ են։ Մարդը ասում է մեր ձևով։ Ձերբակալվում, այդ իմ համար ամենաաբսուրդ բանն էր, էլի։ Եվ հետո նույն օրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներից մեկը ազգային ժողովում հայտարարում է հեծի չգիտեմ ինչ էր, եթե ձեզ ինչ-որ մեկը կպարտադրի բան, ասեք մենք կգանք մեր ձևով կսատկացնենք, ջարդենք, փշտենք։ Կսատկացնենք։ Հա, բուն այդ մոտավոր եմ ասում, բայց երևի կարող է ավելի վատ, բայց համենայն դեպս շեղում չի էլի ընդհանուր մտքից։ Եվ նա հաջորդ օրը մանագալի են մեկը տեղում բռնվում է։ Կալանավորվում է։ Հա, հենց գամ ինձ իմ օրինակով։ Ես որ բոլորին իհարկե այսպես քննադատելով ու Նիկոլ Փաշինյանի նկատի ունենալով գրել էի, որ սրան սատկացնելը սրբազան պարտ պետք է լինի, ես 3 տարի կալանքի մեջ էի։ Բայց այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը գործնականում դա անում է, այսինքն իմս ենթադրելի է, չէ՞, որ ասենք որ չգիտեմ, եթե ասենք են սարքել են, որ հեսա հետևորդները կլսեն, կելնեն կա, բայց Նիկոլ Փաշինյանը հելու սահմանադրական կարգ է տապալում։ Հրամայում է շրջափակել դատարանները։ Հիմա պատկերացրեք խոսքի ազատությունը։ Ընդ որում իր ասածը իրագործվում է, բայց եթե հանկարծ ես դու մեր երկուսից մեկը հիմա ասենք ժողովուրդ գիտեք, ես կարծում եմ, որ պետք է դատարանները շրջափակվի, որովհետև ապօրինի ձերբակալություններ են անում, մենք ստեղից դուրս չեն գա, զինված մարդիկ կգան, այսպես դիմակներով շոու կանեն, կանդալները կդնեն ձեռներից կտանեն։
Էսա ժողովրդավարությունը։ Այսինքն ինչ հաստատություն, այն կողմին կարելի է թույլատրելի է մարսելի է, ժողովրդին կամ հակառակը խոսացողին ոչ։ Միշտ է այդպես եղել, միշտ է այդպես եղել։ Պարզ օրինակ Դավիթ ջան, հիշում եք, երբ Հայոյան քնչեց Պաշտոնյայի կողմից եւ ներողություն արտահայտությանս համար թքեց քաղաքացու վրա, ինքը պատասխանատվության չենթարկվեց, իսկ այն մարդը, որը փորձեց հակադարձել, այժմ ճաղերի ետևում է։ Տեսեք, բանը չէ, դատական իշխանություն, չգիտեմ ինչ, հասկանալի է, չէ, ասեք, տեսեք, ես ուզում եմ, գիտեք, խոսենք բաներից, որ հանգեցնում են սրանց, որոնց մասին ցավիս մեր ընդդիմությունը երբեք չի խոսի, երբեք, ոչ ընդդիմադիր լրագրողը, ոչ դիմադիր լրագրողը։ Հիմա տեսեք, սահմանադրական կարգի խախտում եղավ, չէ, ասենք, որ ես օրինակ խնդիր եմ ունեցել դատարանում, երբ որ ասենք չես ասում պատվարժան դատարան, որ ոնց մի հատ էլի դատարանի հանդեպ դա ձեր անձնական օրինակն է ասում։ Բայց ես նայում եմ, ասում եմ, ախր հարգարժան դատարան ջան ճակերտավոր էլի, երբ որ դու այտենց նեղվում ես, հիմա էլ ինչ-որ տղամարդ լամիշտ կամ աղջիկ լամիշտ ես լինում, այդ հայտնի այդ գերագույն գլխավոր ես որ ասում եմ անսեր քամու բանը, հա, այդ բնութագիրը ձևակերպմամբ վնգստացող էր ասում ձեզ, մարդը հելնում հայտարարում էր, ասում էր այս երկրում դատավոր կա, որ իմ ասածը չանի, հələ անուն ազգանուն տվեք, բա այդ ժամանակ դուք ուր եք, ուր եք դուք, եւ ուր էին, ուզում եմ այ խորանամ ստեղ թե ուր էին, եւ հիմա խորանանք այնտեղ թե ուր են մեր այսպես ճակերտավոր էլիտաները, չգիտեմ, հասարակական կառույցները, դպրոցները, բուհերը, չգիտեմ ինչը, երբ որ 7 տարի շարունակ եղծվում, բղծվում եւ վաճառվում է պետություն, հայրենիք, ինքնություն ու սրբություն։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ ինչ որ ցավ ունեն, ինչ որ վերաբերմունք ունեն, բայց այդ մարդիկ ձեն չեն հանում, որովհետև գանք այսպես ճակերտավոր նախկինների քաղաքականության, հա, ինչ են արել այդ մարդիկ։ Ինչ առաջ էլի որ խոսում ենք, մինչև եթերը սկսելու, ուզում եմ այդ օրինակը բերել։ Այն չգիտեմ, X գյուղի Y գյուղապետը ենթադրենք ստանում էր 2006 կամ 7 թվին, ասենք 100,000 աշխատավարձ, որը տարվա կտրվածքով կլիներ 1,200,000։ Եվ ինչ-որ նեղ էր ապրում կամ ինքը որ գյուղապետը պիտի լավ ապրի, դրա ֆոնին նույն պետությունից, երկրից, ասենք գողանում էր 10 միլիոն տարեկան, եւ պետությունը դա գիտեր։ Եվ ինչու պետությունը չէր բռնում այդ գյուղապետին պայմանական, պարզ պատճառով, կամ ինչու լավ առավել եւս պետությունը այդ գյուղապետի աշխատավարձը չէր սարքում 200,000, որպեսզի 2-4 միլիոն ստանա, լեզուն էլ երկար լինի, ասի դու բավականին լավ աշխատավարձ ես ստանում այդ թվերի համար, մի հատ ցորերի հատիկի գողությունը աչքդ կհանեմ եւ պետությունը ստացվում է, որ 7 միլիոն խնայր տարեկան, չէ, պայմանական թվեր եմ ասում, բայց մեր բոլորի աչքի դեմ է եղել, բայց պետությունը խետ 7 միլիոնը չէր խնայում, թույլ էր տալիս։ Դե իհարկե հասկանալի է, դեից իր բաժին գնում էր, բայց իր բաժինը հանած եմ ես ասում, որովհետև պետք էր դարձնել վերահսկելի բոլորի, որպեսզի բոլորը, ովքեր կապ ունեն պետական ապարատի, մեկը դպրոցի տնօրենը, մեկը հաշվապահը, մեկը չգիտեմ ինչ, բոլորին տալ գողանալ ինչ-որ բան, այդ թղթերը ունենալ, այսօր Նիկոլի լեսոնքի այդտած երկար։ Ես ես վերջում մի բան էի գրել, ասել էի ինձ տվեք բացարձակ իշխանություն ԱԱԾ-ի լծակները, ոչ թե կարեմ մարդկանց գլխին գործ։ Հելնենք Երևանում մանգանք մարզերում ցանկացած գյուղում ամեն 100 հոգիս ես նշան անենք պատահականության սկզբունքով 100 հոգու վրա մատները դրեք, ես 90-ի վրա քրեական գործ բացեմ։ Ոչ թե բացեմ, այլ հաստատեմ, որ քրեական հանցագործ է այդ մարդը։ Առնվազն, ասենք այդ, չգիտեմ, ընտրակաշարք երբևէ վերցրել է։ Չէ՞։ Հիմա գանք էս բանին, հա, մի էսպիսի էս Էշմիածնի ընտրությունները եղավ։ Դա իմ հաջորդ հարցն է։ Հա, ուզում եմ հենց ուզում եմ դա կապեմ դրա հետ, էլի։ Համեցեք, դա իմ հաջորդ հարցն է։ Հողորտում են, չէ, որ համապետական ընտրություններ եղան 21 թվին կամ չգիտեմ հեղափոխությունից հետո, որ բացարձակ մեծամասնություն տարավ բանը Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը եւ հայտարարվեց ջախջախի չախտանակ, չգիտեմ, ժողովրդի մեծամասնությունը ոչ մեկս դեմ չի։ Բայց նաեւ, ստե ուզում եմ փաստերով խոսանք, էլի, ես չեմ ուզում այդպես վերացական բաներ անեմ։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը միշտ պնդել է, որ Հայաստանում եղել է ընտրակեղծիքներ ու մենք դրա հետ համաձայն ենք եւ եղել է զանգվածային
ընտրակաշառքներ։ Մենք գիտենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով եւ կաշառք տվողն է հանցագործ եւ կաշառք վերցնողն է հանցագործ, ճիշտ է։ Ճիշտ է։ Պարզ բան է, չէ։ Այո։ Հիմա եթե այդ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կաշառք են տվել ու վերցրել է, կստացվի, որ եւ իշխանությունները եւ այդ վերցնող ժողովուրդը հանցագործ է, չէ։ Հանցագործություն է արել, կամ տեսը թաքցրել է։ Ես դրա հետ համաձայն եմ։ Եվ հիմա ինչ որ բան է փոխվել, հա, եւ հիմա ինչ որ բան է փոխվել, շատ պրիմիտիվ, ասում եմ 6 տարեկան երեխու տրամաբանության բան եմ ասում։ Այդ նույն ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընտրում է քաղաքացիական պայմանագիր, այսինքն նույն ժողովուրդն է, չէ՞, այնպես չէ որ հեղափոխությունից հետո հելան օդ ու անձրև եկավ, թազա ուրիշ ժողովուրդ եղավ։ Նույն ժողովուրդն է, որին Փաշինյանը անվանում է հանցագործ։ Չէ, հիմա հպարտ քաղաքացիներ են, եթե իրան են ձեր տալիս։ Ոչ թե անվանում է հանցագործ, ինքը ասում է որ դե կաշառք են տվել, բայց չի ասում որ հանցագործ է, որովհետև որ ասի դրանով պետք է իր բերանով արդեն շատ պարզ խոստովանի, որ ես ընտրված եմ հանցագործների կողմից։ Ինչպես ասացիք, դա պրիմիտիվ երեխային ասում։ Հիմա նույն այդ մարդիկ են, չէ, որ ասենք 5 կուսակցությունից գումարը վեկալել են, ասենք գնացել ընտրել են, քրեական բան է, չէ, այսօր եկել են Պարզը չէ, որ սա կնշանակի Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության պնդմամբ իրենք հանցագործների կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն են, որտեղ այլ բան չկա, եթե աշխարհում կա մի Մարգարեմի, փիլիսոփա մի ինչ որ մաթեմատիկոս ու ֆիզիկոս կգա ինձ կասի, որ այս բաժակը հիմա բաժակ է, բայց ասենք մի հատ որ սենց ես անում կամ ասենք վերցնում դնում ես տեղը դառնում է շիշ, չի լինում, չէ, խնդալու է։ Տեսեք Դավիթ, դուք շատ հետաքրքիր օրինակ բերեցիք եւ համեմատական տարակ, բայց այնուհանդերձ ընտրողը մեր քաղաքացին է, մեր հայ ժողովուրդն է եւ մենք չենք կարող այն փաստից հետ կանգնել, որ իսկապես ընտրել են Վարշապատի ընտրությունները օրինակ։ Ես էլ եմ ասում։ Ընտրել են տոկոսային քիչ քանակությամբ ձայնով, որովհետեւ բնակչության մեծ մասը չի մասնակցել եւ այլն, բայց այնուհանդերձ ունենք de facto որ ընտրվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Ես բան չեմ ասում։ Հաջորդ հարցս հետեւաբար, եթե այս տեմպերով շարունակվի 26-ի ընտրությունները, ինչ ակնկալի քաղաքացին։ Եթե շարունակեմ միտքս, ընդդիմությունը նման դիրքում է գտնվում եւ բավականին թույլ է։ Ընդդիմությունը արդեն կարող ենք փաստել, որ թուլացել է։ Չի կարողանում իշխանության վրա։ Նանջան Ես իհարկե պատասխանեմ այդ հարցին, բայց չեմ խնդում, որովհետև դե հասկանալի է, մենք պետք է այդ բանը պահենք, հա, ձևաչափը ընդդիմություն, իշխանություն, կարծում եմ, ասենք, որ ցանկացած բանական մարդու համար պարզ ասենք, ընդդիմություն, իշխանություն այդ խաղը ու մեկ լինելը։ Ես բազմիցս եմ ասել, դուք պատկերացրեք աշխարհի որևէ երկիր, որտեղ այսպես գեներացվում է մի վերաբերմունք, մի կարծիք, փաստական, շատ հաճախ զգալի մասով փաստական բան, որ թալանել են, գողացել են, մարդը սպանել, չգիտեմ ինչ, եւ հանկարծ հեղափոխություն է լինում, գալիս է իշխանություն, հələ աշխարհում մի հատ ուրիշ դեպք ցույց տվեք էլի, որ այն մարդիկ, որ մարդասպան են եղել, թալանչի են եղել, երկիր են ծախել, չգիտեմ ինչ, բացի այն, որ որևէ մեկը չի դատվում, բացի այն, որ որևէ մեկի գլխից մաս չի ծռվում, ոչ դես, ոչ դեն գալի դառնում է տիտղոսակիր ընդդիմություն։ Կարակ աշխարհում մի հատ այդպես դեպք ցույց տա։ Օրինակ, ասեք, ես ինչ երկրում այդպես բան հնարավոր է եղել, որ կատեգորիկ հանցագործները հանկարծ իշխանապողություն ալնում, մեկ էլ գալիս են դառնում են բան, падգամավորներ։ Դե մենք դեմոկրատիա նման բան, չէ։ Ախր այս բանը ինքան խնդալու է այդ։ Տեսեք, կա մի հասարակ բան, քաղաքական առումով, եթե ցանկանում ես ներկայիս իշխանությանը, հա, 26 թվականին այլևս դուրս պահել, պետք է կուսակցությունները, այդ անդիմադիր կուսակցությունները, որոնք իդեպ 26-ն են արդեն թվով, ներկայացրել են հայտ մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Այդ կուսակցությունները գոնե առնվազն պետք է համախմբվեն։ Իմ մտածելով, իմ պատկերացմամբ համախմբման շնորհիվ նոր հնարավոր կլինի ինչ-որ բան անել, հակառակ դեպքում առանձին ներկայանալով, առանձին մասնակցելով ընտրություններին, դա ընդհանրապես ձայների մղսում է ապահովելու։ Նանջան, էլի պետք է գամ իմ նախորդ ասացին, նախ չեն միավորվի, որովհետև իրապես ընդդիմության կողմից, գոնե տիտղոսակիր ընդդիմության կողմից որևէ իրական միտում չկա հանելու Նիկոլին, ինչի համար, որովհետև մենք դեռ բաներ ունենք տալու եւ Նիկոլը պետքա տա։
Իսկ այն մարդիկ, ովքեր կփորձեն ինչ որ իրապես ինչ որ բան անեն, իմ նախորդ ասած սխեմայով բոլորի վրա, բոլորը վերջի հաշվով մենք հաշվի առնենք, չէ՞, որ այդ բոլորը եղել են ինչ որ փուլում, ինչ որ նախարարներ, դեպուտատներ, ինչ որ պաշտոնյաներ, եւ բոլորը անպայմանորեն, առանց բացառության 1-2, չգիտեմ, բացառություններ կարան գտնենք։ Ունեն իրենց վրա, ասենք, չգիտեմ, ենթադրենք 11 թվին գողացած մի մեշոք ցորենի բան, չգիտեմ, այնտեղ 2 հատ ավել հավաքարար պահելու ինչ որ sense գործ, եւ այդ մարդիկ տենում եք այսօր ինչա կատարվում, ասենք, որ պահի որտեղ մի հատ հաղթանակը գրանցվում, հաջորդ օրը քրեական գործը դնում է, ինչ այդ Նիկոլը չգիտի այդ քրեական գործերը երբ ու որտեղ անի։ Սրա մասին է խոսքը, չեն անելու եւ այո 26 թվին էլի ընտրվել է Նիկոլը եւ եթե անգամ ես ասում եմ, եթե որևէ մեկը դեմա կարան գան, խնդրենք հրավիրեք այս տաղավարում, բանավիճենք եւ փաստական այս թուղթ ու գրիչով ապացուցեմ ես, որ եթե մինչև անգամ այս ընդդիմություն կոչվածը ընտրվի, հիմա որ ասում են բանը, մենք գնացել ենք Նիկոլի հակառակ ընդդիմությանն ենք ընտրել, ասում են դուք էլի Նիկոլին եք ընտրել կամ հակառակը։ Ինձ համար դրանք նույն ուժերն են, որևէ տարբերություն չկա իրանց մեջ, գոնե քաղաքակրթական առումով վերջի հաշվով, եթե անգամ այդպես չի, մի պահ դնեմ իմ համոզմունքները մի կողմ, եթե մինչև անգամ այդպես չի, այսօր որ հելնում այդպես ճոռո խոսում են նախկինները։ Նան գիտես ես իրապես էլի ամենամեծ ողբերգությունը իմ համար է դա։ Այս ժողովուրդը ոնց եղավ այս ազգը այդ 88-ի այդ փառահեղ էլի, այն որ քիչ թե շատ մշակութակիր, արժե համակարգ, սկզբունք ունեցող, արժանապատվություն ունեցող, որտեղ հանկարծ եկավ հասավ մի աստիճանի, որ Նիկոլա ընտրում։ Պատկերացնում ես դա ինչա։ Անկեղծ էլի, ասենք մարդը բանական մարդը ընտրում է Նիկոլ։ Դրա համար ես եմ մեղավոր։ Ես էլի եմ ասել, բազմիցս եմ ասել, այդ որ այդ ժողովրդին այսօր ասում են եկեղեցին փակվում է, Նիկոլը հելել է եկեղեցու դեմ ու որևէ մեկը ձեն չի հանում։ Ժողովուրդը չի իմբոստանում։ Բա այն ժամանակ, որ 5-10 հազարով այդ ժողովրդի ինքնասիրությունը, արժանապատվությունը, ինքնությունը առնում էիք, չեք մտածում, որ կարող է վաղը օր գա, որ այդ 5000-ի փոխարեն 50,000 դրամ տան եւ այդ ժողովուրդը արդեն Աստված ընտրի իր համար։ Դավիթ ջան, հերո չգնանք ու հիշենք եւ մի օրեր առաջ վարշապետի ընտրություններից հետո անմիջապես հաջորդ օրը երկրի վարչապետը գրառում կատարեց եւ ասաց, որ սա եւս մեկ քայլ է հայ առաքելական եկեղեցու եւ վեհափառի դեմ տարվող եւ այլն եւ բոլորը կարդացել են։ Ինչ է կարծում ընտրելուց առաջ չէին մտածում Ովքեր ընտրողները։ Անջան, ես Այդ ձեր ասածն է, որ զարմանում եք, ոնց կարող է, ես հարց եմ տալիս։ Ես անկեղծ եմ ասում, ես բազմիցս ասել եմ, հիմա ավելի համոզված եմ ու էլի կրկնում եմ։ Իմ խորին համոզմամբ մեր մոտ արդեն 5 տարեկան երեխուց բարձր որևէ մեկի հետ այլևս խոսալ հնարավոր չի, բան ասել հնարավոր չի, որովհետև մենք քաղաքակրթական Սոդոմ Գոմորի մեջ ենք։ Իսկ դա շատ պարզունակ բաներ են, էլի, այնքան պարզունակ է այդ ամեն ինչը, այդ բոլոր հարցերում այդ վերաբերմունքը։ Ես իդեպ այդ Նիկոլ Փաշինյանի գրառման կամ այն բանի հետ կապված մի ծավալուն այն որ ապացուցողական աստվածաշնչով ապացուցել է որ եւ գրազ եմ գալիս, ասենք Նիկոլ Փաշինյանը կյանքում ասենք չի կարա էլի աստվածաշունչ կարդացած լինի։ Ես չեմ ասում ասենք այն որ հելնի անգիր սաղմոսներ ասի կամ բան, բայց այդ մարդը պատկերացում բնականորեն չի կարա ունենալ։ Բնականորեն ես եկեղեցու հետ բան է, որ ես իմ դավանաբանությունն ունեմ եւ այլն, բայց այդ թողում եմ մի կողմ։ Իհարկե։ Այդ թողում եմ մի կողմ, բայց այն մարդը ու ընդ որում այդ նույն մարդիկ այսօր որ բան են անում։ Ես մի օրինակ բերել եմ, մի հատ էլ բերեմ։ Տեսեք հոգեբանության մեջ հետաքրքիր մի բան կա։ Երեխեքին նստեցնում են 20-30 երեխա նստեցնում են, բոլորին տալիս են բան։ Քաղցր թեյ, մեկին տալիս են դառը կամ աղել լցում մեջ է, խմում են երեխեքը, այն որ քաղցր գալի հասնում այն վերջինի որ աղա մեջը լցած, այն որ ինքը նայում է որ բոլորն ասել են քաղցր, որ ինքը ասի դառն է, աղիա։ Կլինի խայտարակ, հետևապես ինքն էլ պետք է ասի։ Հիմա հասարակությունների մեջ այդ կարծիք ձևավորել է, ասի 10 տարի առաջ եթե որևէ մի հայի ասեր, որ Արցախը ադրբեջանական է, կապ չունի ինչ կուսակցական պատկանելություն ունի։ Կհաներ, չգիտեմ, աշկի թայը կհաներ։
Հիմա արդեն այդ նույն մարդը, որ ընդամենը ընդ որում կրված տաղեր կա, չէ՞, ասենք Մելքոնյան գագուն ասում է Արցախը ադրբեջանական է, ու ոչ մի չի ասում, բա որ ադրբեջանական է, միշտ տենց է եղել, ախպետ ու քեր գնում այդ մարդկանց սպանում ցեղասպանություն իր գործում։ Ախր սա էլի եմ ասում 4 տարեկան երեխան այսքան բանը կհասկանա, բայց որ քաղաքական գործիչը չի հասկանում, չգիտեմ, մտավորականը չի հասկանում, այն մեկը չի հասկանում, աբսուրդ է սա։ Գիտեք, մտավորական ասացիք, հիշեցի, բոլորը վերջերս մի հարցազրույց արեցի մի մարդու հետ, ով մտավորական, դերասան, մշակութային գործիչ էր եւ հարցեցի, ինչու են մեր մշակութային գործիչները այսքան пассив։ Եվ ինձ պատասխանեց, որ մշակութային գործիչը չպիտի լինի ակտիվ։ Ինքը պարտավոր չի լինի ակտիվ, ինքը պիտի զբաղվի միայն իր մշակույթով։ Դուք կիսում եք, որպես մտավորական կիսում եք այդ կարծիքը։ Գիտեք, եւ կիսում եմ եւ չէ, բացատրեմ խի։ Որովհետև այդպես ես նոր խոսքի մեջ ասացի, չէ, որ ես հաճախ ամաչում եմ այս պարզունակ բաներից խոսելուց։ Եվ վերջի հաշվով մարդը եթե իրապես ազնիվ է, ես նկատի ունեմ այն ազնիվ մտավորական ազնվականի մասին, որ իրապես արժեք է ստեղծում, բան է ասում եւ եթե հա հասկանալի է, ոչ մեկ չի լսում, շանտեղ չի դնում, այդ մարդը էլի իրան ճղի, ինչ անի։ Այդ առումով համաձայն եմ, եթե իհարկե տակը ուրիշ շահեր չկա։ Բայց մենք եկեք անկեղծ լինենք նույն վաղարշապատի ընտրություններում, տեսեք մենք մեր հայ մշակույթի, գրականության, արվեստի, պոեզիայի մեջ մի քանի գործեր ունենք, որ կապ չունի, մարդը գիտի եղինակին, չգիտի գրականության, մարդը գրականության մարդ չի, բայց դա անգիր, ասենք ես իմ անուշ Հայաստանին է, չէ՞։ Իհարկե։ Իսահակյանի, չգիտեմ, Որսկան աղբերը, չնայած Միկվա Սերունդը էլ արդեն մոռացել, Դոդոխյանի Ծիծեռնակ եւ այլն։ Եվ նաեւ գիտի բանը Բարձունքը մերն է տղերքի չկան, այս ինչի են բերում, Խաչիկ Մանուկյանը, գոնե, ասենք այդ որ համաժողովրդական այսպես երեխեքի շուրթերից ես տարբեր գյուղերում, խուլ գյուղերում 1000 տեղ լսել եմ երեխեքը դա ասում են դաժե նկարը ուղարկել եմ հա նույնիսկ, էլ չասեմ ջրհեղեղը, են որ ասում են ուր են մտավորականները, մտավորականը եկել էր, դրել էր, իր բանը, հա, ազնվագույն մարդ, որ ամբողջ կյանքը որևէ խաղի մեջ չի եղել, որևէ կուսակցության, որևէ չգիտեմ ինչի մեջ չի եղել, այդ մարդը եկել էր, որպեսզի ինչ որ լավ բան աներ իր քաղաքի համար։ Հիմա դրանից հետո այդ մարդը ամենաթանկը տվել է ամենաթանկը, ամենաանվորում էլի մտավորական, զիլ մտավորական, բչեն, ընկերես։ Բայց հասարակության վերաբերմունքը մտավորականի։ Ես կարծեմ մի անգամ ասել եմ, չգիտեմ, երևի ձեր տաղավարում, մի անգամ ցույց էր մեր ավակ ընկերների շատ հայտնի դերասաններից է, որ բոլորը սպաշտում են։ Բան հելավ ինչ-որ բան խոսեց, է որ ժողովուրդ այսպես սառը կայնած։ Հետո մեկը հելավ սկսեց ղժղժալ, եկավ անկեղծ, այն որ լացելով փաթաթվեց մշեջան, ասեց կներես մեծամտություն չեմ անում, ուղղակի ճիշտ հասկաց, ասես որ փոխարեն հիմա Իսահակյանն ու Թումանյանն էլ են խոսային, պետք է ասեն այս քավթար բիձեկն ինչ են խոսում։ Այսինքն սա իսկ հասարակությանը այստեղ բերել են։ Մեր 30 տարվա այդ լկտի, ցինիկ, ռաբիզ, հոգևոր մշակութային քաղաքականությունը։ Ես ուզում եմ այս հարցը ամփոփելով ասեմ, ամենայն անկեղծությամբ, էլի առանց չափազանցության։ Գիտեք, այն որ ասֆալտը լավ կլինի, չգիտեմ, խաղաղություն կլինի եւ այլն, այդ մի կողմ։ Իմ կռիվը տեսակի կռիվ է, քաղաքակրթական կռիվ է։ Ես ուզում եմ որ այստեղ չասեմ հայ մարդը, այս հողի վրա ապրի բանական մարդը, հասկանում ես։ Իսկ ընտրել ունենալ, չէ, վերջաշով այս քաղաքական աղանդավորությունը, կռապաշտությունը, մեր ժողովրդի գոնե մի 95%-ը կուսակցականացված են կամ քաղաքականացված են ինչ որ մի հայացքներով։ Հիմա ես ասում եմ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Սերժ Սարգսյան ու Հարակից կուսակցություններ, ցանկացած մեկի անունը տուր։ Ես բերեմ առնվազն 20 փաստարկ, 20 պաշտոնական փաստարկ դոկումենտալ, որ եղել են ազգադավ, ազգապիղծ, հակամշակութային, հակա, չգիտեմ, բանական, հակաբնական, անուն օրինակ պայմանական մեկին հիշի անունը տուր, ես հենց հիմա փաստեր կամ մեկը որ նեղանում է թող գա նստի խոսենք։ Խոսենք, եթե սխալ կհանի ներողություն խնդրեմ։ Եվ այս դաշտում եղած որևէ մեկին հարել, դա կնշանակի հարել անսկզբունքային քայնությանը, անսրբությանը, ստախոսությանը, պղծությանը։ Ես անկեղծ եմ ասում, նույնիսկ եթե Արցախը հետ գա, նույնիսկ եթե Արևմտյան Հայաստանը հետ գա, ասֆալտի վրա էլ վարդերը աճ են։
Ես չեմ ուզում ունենալ մի պետություն, որի հասարակության արժեբանական, այսպես պիկը, ընտրության պիկը կլինի Նիկոլ Փաշինյանը եղած դաշտի ինչ-որ մեկերից։ Այսինքն, եթե դու պետք է ապրես մի հասարակ կարգում, մի հասարակության մեջ ու մասնիկը լինես, որի դավանաբանությունը քաղաքակրթական արժեբանության պիկը սրանցից որևէ մեկն է, ես չեմ ուզում այդ երկիրն ու պետությունը, անկեղծ եմ ասում։ Մշայցի ջան, բայց այնուհանդերձ սա մեր երկիրն է եւ մենք առնվազն դուք, ես, մեր նման մտածողները այստեղ ենք եւ չենք գնալու, չենք թողնելու, չենք գնալու։ Հետևաբար հանգուցալուծում տեսնում եք, եթե այո, երբ եւ ինչպիսի։ Գիտեք, հանգուցալուծումը շատ պարզ է։ Մեկը երկարաժամկետ, բայց էլի բանով։ Մեկը շատ կարճաժամկետ, երբ որ դու ունենաս իրապես արժե համակարգային, ազգային, սկզբունքային նություն ունեցող իշխանություն, որը կունենա նպատակ, կդնի ու այն ես բազմիցս այնքան եմ ասել հոգնել եմ այդ եվրոպական ամբողջ փիլիսոփայական մտքի այդ մշակութային քաղաքականության, պետության ձևավորման հիմքը, որ պետքա լինի մշակութային բռնությունը։ Եթե սա չկա, ընդ որում դա մանկապարտեզից պետքա դրվի։ Դրանից մեծ տարիքին այլևս հնարավոր չի, որովհետև մենք խայտարակ դու ուշադրություն դարձրել եք, ասենք մեր երկրում 30 տարվա մեջ ինչ ասես եղել է, մարդասպանություն ա եղել, հանցագործություն ա եղել, թալան ա եղել, հայրենիք են կորցրել, որևէ մեկը մեղավոր չի։ Սա այդ մեր այդ որպես կանոն հասարակություններն ինչքան տգետ է, ինչքան կրթական իմացաբանական առումով թույլ է, այնքան անսխալական է։ Եվ մեր մոտ հարց չի ինչում, եթե բոլորը ճիշտ, այդպես ասենք, օրինակ, երբ պայմանական Լևոն Տեր-Պետրոսյանի հետևորդի համար Լևոն Տեր-Պետրոսյանը Քրիստոսից, Բուդայից, Մահմեդից, չգիտեմ, Յահվեից ու մնացած բոլոր հնագույն ու նորագույն աստվածություններից սրբությունից կատարյալ են։ Ճիշտ է, նույնը Նիկոլի Աղանդավորի համար, նույնը, չգիտեմ, Քոչարյանի եւ այլն։ Հանգուցալուծումը, ելի եմ ասում, ես բացառապես տեսնում եմ այն որ դաստիարակության, այս պետք է ասեմ, էլի խի եմ տեսնում դաստիարակության մեջ։ Մենք մարդիկ ենք, որ ասենք ապրել ենք արդեն համարյա 40 տարեկան ենք եւ վստահաբար ես գոնե 38 եմ ու 25 տարվա մեր մշակույթն ու կենցաղային մշակույթի մասին է խոսքը, փայլուն հիշում եմ։ Ոչ թե մենք վայրենի ենք կամ չգիտեմ ինչ, այլ ես գիտեմ, որ մեր գյուղում եթե մեկը սուտ բան ասեր, զրպարտեր, հետևողական շանտղություն աներ, նախ չէր կարող աներ, որովհետև չկար այդ ընկալումը չկար, մեկը չէր կարող հելներ մեկին զրպարտեր ու հելներ գյուղի մեջ քայլեր։ Կանչային ականջը գցենք ասում, դու հիմա տեսեք մեր իրականությունը։ Մարդը հելնում ասում է, որ գիտեք ինչ կա, բանը ուրեմն Աղդամը իմ հայրենիքն է եւ լիքը մարդիկ չէ, մեկը ասում է Աղդամը իմ հայրենիքը չէ, մեկն ասում է Աղդամը իմ հայրենիքն է ու լիքը մարդիկ հելնում գնում այդ մարդկանց զեն են տալի։ Հետո գալի ասում է գիտեք ինչ կա, ոնց Աղդամը իմ հայրենիքն։ Ստեփանակերտն էլ իմ հայրենիքը չի։ Հասկանում եք, ասենք դու պատկերացրեք, ասենք 25 տարվա իրականության մեջ հանկարծ ասենք որևէ տեղ Երևանում, չգիտեմ որտեղ ասեմ, ասենք Գյումրիում, Հրազդանում, Վարդենիսում, ասենք կարող ելներ մեկը այդպես ու բացի այն, որ այդ հասարակության մեջ կարենար ապրեր, իսկ ստախոսը, պիղծը, ազգադավը, մարդասպանը, ու այն որ ինքը դրանով հպարտանում է, ոչ թե կարենար ապրեր, այլ էլի մի հատ էլ հելներ սենց տղամարդկային բարձր տոնով խոսալ, այն որ հարցազրույց եմ լսում, ասում է, դե մենք սխալվել էինք, պաթոսը բան չգիտեմ ինչ, հետո եկանք իմացանք, դե էլ ինչ ասենք։ Հասկանում եք, մարդը ասում է, ես քո բարեկամին, քո աղբորը, քո երեխուն սպանել եմ։ Այդ սպանող երեխու ծնողը հելնում ասում է, փառք քեզ, ասում է, դուք չեք հասկանում բանից։ Այդտեղ ինչ հանգուցալուծում տաս։ Ինչի մասին է խոսքը։ Ասած այն, որ պետքա կրթվեն ոչ միայն մշակույթով, ոչ միայն այլ նաև կրթվեն մարդկային արժեքներով։ Դաստիարակության չի գնալ։ Ոչ թե 3 տարեկանից է պետք անել, այլ դա պետք է անել հենց մոր փորի միջից։ Դե մորից պետքա գա,
Ընդ որում ես կրթության մասին չեմ խոսում, չեմ ասում գնամ խամ Պլատոն, չգիտեմ, Հայդեգերի եւ պարտադիրել չի։ Պրիմիտիվ են ամենատարական բանը, ասենք որ անձրևը գալիս է մարդու գլխին չոլում, ի՞նչ անում, եթե կարկուտ է գալիս, տերումը ծակ որտեղ կա գնում մտնում է, չէ՞։ Դավիթ ջան, հիմա կարծես թե դարձել է մոդայի, նորաձև, չգիտեմ ինչ, սա ինչի արդյունքն է, ես չգիտեմ, համացանցի արդյունքն է, թե մարդկանց իրական տեսակը բացահայտելու արդյունքն է, մարդիկ սկսել են այն աստիճան ստախոս, չարախոս եւ նենք կերպով դիմացինին վերաբերվել, որ նույնիսկ չես ցանկանում պատասխանը համահունչ տալ, բայց դա եւս մեր հասարակությունն է եւ այդ մարդիկ ունեն երեխաներ, որոնք իրենց երեխաներին նույն կերպ պիտի դասիրակեն շանտաժով, ստախոսությամբ, ժուլիկությամբ, այո, եւ տարբեր են որ շորթումով ամեն կերպ չարաբանելով, վատաբանելով մի մարդու ում իրենք պարզապես կամ նախանձում են կամ չեն սիրում, պարզապես եւ սուտ խոսում են եւ այդ սուտ լուրը տարածում են եւ իրանց նման մի երկու հոգել մտնում լայքում հավանում եւ այլն եւ այլն, սա է դարձել։ Իսկ մենք այսպեսին չենք եղել, կարծում եմ։ Ապրես, ես տես մեր ապրած կյանքից ասացի, որ ասենք 25 տարի առաջ կամ 20 տարի առաջ որևէ մեկը եթե բացահայտ ստախոս էր, բացահայտ, ասենք չգիտեմ, օրինակ պատկերացրեք 25 տարի առաջ մի կողմ թողենք, որ ոստիկանական ուժեր կամ Իրան ենթակա Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը դատական համակարգ, դատախազները ոնց ճտսնի, այնց կանեն, այդ ինքն ասել, իրանք էլ ընդունում, ես իր խոսքերն եմ մեջ բերում։ Հանկարծ պատկերացրու, ասենք նույն Նիկոլ Փաշինյանը հելներ ասել, գիտեք ինչ կա, ժողովուրդ, ինձ ընտրեք ես արագաչափերը բան եմ, որ կփագեմ էլ դեպի պետք չի, բայց հաջորդ օրը կար արագաչափը թողեր։ Ասենք Նիկոլ Փաշինյանը կարար ուղակի ասենք իր տնից ելներ դուրս կամ առհասարակ հասարակության մեջ ապրել։ Ես այդ իր ասածը ասեցի, բայց ասենք ինչ որտեղ այդպես խափել։ Կարար։ Չանկեղծ կարար։ Չեմ կարծում։ Չգիտեմ, կարար նույն Ալենի մասով ասեցինք, ասենք չգիտեմ, այն մի հատ թրաշով տղա կա, չէ՞ դրանցից են որ հելնում ասում է ականջ կդրեմ, քիթ կդրեմ, արաբանտես։ Հույս ունենանք, որ այնուհանդերձ կգա մի շրջան, որ մենք այլևս ոչ թե կխոսենք քաղաքականությունից ստեղծված այս խառնաշփոթ, այս քաոսային իրավիճակից, այլ կխոսենք իսկապես մշակույթից, ձեր գրքերից, ձեր գրքերի շնորհանդեսներից, իսկապես այնքան կարոտել եմ իմ մշակութային ծրագրերը, որ եւ որպես գրող, որպես բանաստեղծ դուք շատ ասելիքներ ունեք, պարզապես ժամանակը եւ ժամանակաշրջանը թույլ չի տալիս, որ մենք ավելի շատ այդ մասին խոսենք, թեև դա շատ սխալ է։ Դա շնորհակալ եմ, որ եկաք, շնորհակալ եմ, որ արտահայտում եք այն, ինչ մտածում եք եւ մի գրամ անգամ չեք վախենում։ Շնորհակալ եմ ձեր տեսակի համար։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ, խոստանում եմ։